Բարև ձեզ հարգելի հետևորդներ։ Civic-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ռեժիսոր, ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, հանրային խորհրդի անդամ պարոն Ռուբեն Բաբայանին։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Բաբայան, տեղյակ եք, որ հանրությունը ցնցված է ռուսաստանցի պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի սկանդալային հայտարարությունից, թե Ռուսաստանի Դաշնությունն իր ազդեցության գոտում, մասնավորապես Հայաստանում, կարող է ռազմական հատուկ գործողություն իրականացնել, ինչպես օրինակ Ուկրաինայում։ Խաղերն ավարտված են թքած միջազգային օրենքների եւ իրավունքների վրա։ Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում, մասնավորապես հայտարարել է պարոն Սոլովյովը։ Պարոն Բաբայան, ըստ ձեզ ինչի մասին է Սոլովյովի այս հայտարարությունը, այն զուտ Սոլովյով պրոպագանդիստի դիրքորոշումն է, թե Կրեմլի, որը իր մտադրությունների մասին փաստորեն որոշել է բարձրաձայնել իր պրոպագանդիստի միջոցով։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասել, որ միգուցե ի տարբերություն հանրության ես այդքան էլ ցնցված չեմ այդ հայտարարությունով, որտեղ Սոլովյովը վաղուց դրսևորել է իրեն որպես կատարյալ սրիկա եւ պարտադիր չի, որ հնչեն անպայման Հայաստանի հանդեպ արտահայտությունները, որպեսզի մենք կարողանանք գտնել այդ մարդու որակը։ Նման հայտարարություններ նա հնչեցրել է ժամանակին եւ Վրաստանի հանդեպ, եւ Մոլդովայի, եւ Ուկրաինայի, եւ եվրոպական երկրների, եւ Միացյալ Նահանգների։ Պարզապես մենք դժվարությամբ ենք դուրս գալիս հայրին սիրում է, հայրին չի սիրում այս ուրեմն կարծրատիպերից։ Սոլովյովը կարծում եմ առաջ է բերում ռուսական պետական քաղաքականության այսօրվա գիծը, որը միջալոց ոչ երեք է ձևավորվել, ոչ էլ այսօր։ Փորձել աշխարհը բաժանել մի քանի մասի, ավելի շուտ 2 կամ 3, Ամերիկայի ուրեմն ոլորտը, հետաքրքրության գուցե Չինաստանի եւ Ռուսաստանի, այսպես ասած կրկնել ինչ-որ նոր ձևաչափով Յալտա 2-ը ստեղծել երկրորդ համաշխարհային պատերազմից, հաշվի չառնելով բացարձակապես այդ երկրների ժողովուրդների բնակչության կամքը, համարելով, որ գերտերությունը, ինչպես ինքն է համարում Ռուսաստանը, իրավունք ունի թելադրել սեփական կամք ուրիշներին։ Մեթոդը մի քանի անգամ օգտագործված է, վախ, սպառնալիք, զենք, պատերազմ, ինչքանով է դա ինքնուրույն մտածելակերպի արտացոլանք, կարծում եմ ոչ, որտեղ Սոլովյովը լրագրող չէ, նա քարոզիչ է, իսկ քարոզիչը չի արտահայտում սեփական մտքերը, քարոզիչը արտահայտում է այն, ինչ իրեն պարտադրում են քարոզել։ Բայց ուզում եմ ասել նաև, որ երբ դու քեզ դասում ես այդ կարգավիճակի քարոզչի, դու պետք է պատրաստ լինես կրես նաև պատասխանատվությունը դրա համար։ Ես արդեն մի անգամ օրինակ եմ բերել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգի process-ը, երբ որ Յուլիուս Շտրեխերը եւ Ալֆրեդ Ռոզենբերգը, որոնք լրագրող էին եւ փորձում էին արդարանալ, որ իրենք պարզապես կատարել են լրագրողական գործողություններ նացիստական Գերմանիայում, դատարանը որոշեց, որ իրենք լրագրող չեն, այլ քարոզիչ են, եւ իրենք քարոզել են պատերազմ եւ ատելություն, չնայած իրենք փորձում էին ասել, որ իրենք պաշտպանել են իրենց պետության շահերը։ Նայեք ինչքան ծանոթ է այս ուրեմն դաները մեր այսօրվա որոշ լրագրողների արդարացումներին, թե ինչու է Սոլովյովը այդպես խոսում, որ նա պաշտպանում է պարզապես Ռուսաստանի շահերը, որ եթե երկրի շահերը պահանջում են, որ դու քարոզես պատերազմ եւ ատելություն, դու այդ երկրի հետ միասին կրում ես պատասխանատվություն որպես հանցագործ
եւ երկուսն էլ դատապարտվեցին մահվան, կախաղանով, երկուսի դիակները այրվեցին եւ փոշիացրեցին գետի վրայով, որպեսզի ընդհանրապես հետք չմնա։ Ինչքանով են այդ սպառնալիքները ռեալիստական։ Կարծում եմ մենք եւ այդ մտածողությունը պետք է ամրապնդվի մեր մոտ, նրանք կդառնան իրականություն, թե չդառնա իրականություն, նաեւ կախված է մեզնից։ Սպառնալիքները հնչել են ոչ միայն Հայաստանի հանդեպ։ Եվ շատ կարևոր է, որպեսզի բոլոր երկրները, որոնք այսօր գտնվում են այդ սպառնալիքների տակ, կարողանան հասկանալ, թե որտեղից է գալիս այդ վտանգը եւ փորձեն դիմադրել։ Իմ համար որևէ տարբերություն չկա, թե ով է փորձում ոչնչացնել իմ երկրի անկախությունը եւ պետությունը։ Դա Ադրբեջանն է, դա Թուրքիան է, դա Ռուսաստանն է, կամ մեկ ուրիշ երկիր, Զիմբաբվեն է, ասենք թե։ Թշնամին մնում է թշնամին, թշնամին նա է, ով փորձում է քեզ ոչնչացնել, քո պետությունը եւ քեզ որպես այդ պետության քաղաքացի։ Եթե մենք ընկալում ենք մեր կարգավիճակը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեր համար շատ պարզ է դառնում, թե ով է փորձում սպառնալ մեր անվտանգությանը։ Եթե մենք այդպես չենք ընկալում, այլ պարզապես մենք հայ ենք եւ հայ կմնանք ամեն տեղ, լինի դա Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, թե որևէ տեղ, մենք այդ ժամանակ սկսում ենք տարբերություն դնել թշնամիների մեջ։ Ես կարծում եմ թշնամին նա է, ով ուզում է քեզ ոչնչացնի որպես քաղաքացի։ Իսկ ոչնչացնել որպես քաղաքացի կարելի է միայն մի ձևով, ոչնչացնել քո պետությունը որպես ինքնիշխան պետություն։ Այստեղ շահկապված է այդ հասկացողությունը։ Պետությունը պետք է պաշտպանի քաղաքացուն, քաղաքացին պետք է պաշտպանի պետությանը, որը իրեն պաշտպանում է։ Ես այնպես որ ես շատ հանգիստ եմ վերաբերում եւ կարծում եմ, որ եւ նույնիսկ ուրախ եմ, որ Սալովյովը հնչեցրել է նման սպառնալիքներ։ Ոչ թե որտեղ Սալովյովը բացահայտվել է, իմ համար Սալովյովը վաղուց բացահայտված է։ Այլ այնքանով, որ Սալովյովի այդ ելույթը լակմուս է, որով կարելի է ստուգել, թե ով ինչպես է վերաբերում Հայաստանի Հանրապետությանը որպես անկախ պետություն։ Այս շատ ավելի կարևոր է։ Եվ իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այդ հայտարարությունից հետո, ցույց տվեցին, որ ոչ բոլորի համար, ես նկատի չունեմ միայն քաղաքական ուժերին, միայն հասարակական գործիչներին, այլ նաև միգուցե որոշակի զանգված, հուսով եմ ոչ այդքան մեծ, չի ընկալում դա որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության անկախությանը, ավելին ընկալում է դա որպես ճիշտ լուծում։ Մենք մեր պատմության մեջ անցել ենք նման էտապներ։ Առաջին Հանրապետության կործանումը, փորձել մտցնել Հայաստան այդ Ռուսաստան, Բելորուս միության մեջ, փորձել նաև որոշել Հայաստանի համար մի կարգավիճակ Ռուսաստանի կազմում, ինքնավար մարզի տեսքով։ Ես կարծում եմ ամեն ինչ մեր ձեռքում է, մեր դիմադրողականության։ Եվ ուզում եմ ոչ այդքան մեղադրել տարբեր հասարակական եւ կուսակցական գործիչների, որտեղ իրենց հետ վիճելը համարում եմ անիմաստ, այլ փորձել նորմալ բացատրել մարդկանց հանրությանը, որն է այս սպառնալիքների, որը կարող է լինել այս սպառնալիքների հետևանք մեր համար։ Որը կարող է լինել։ Պետության կործանում, որպես այդպիսին քաղաքակրթական շատ ոչ բարենպաստ դաշտի ընտրություն եւ իրականում մեծ մասշտաբների արտագաղթ, որտեղ ամենակարող, ամենատաղանդավոր, ամենամտածող ուժերը կարտագաղթեն, քանի որ Հայաստանում չեն տեսնի իրենց ապագան եւ իրենց մեղադրել հնարավոր չի լինի, որտեղ իրականում այսօր հարցը ոչ թե ինչ կասի Սալավյովը կամ ինչ կասի
չգիտեմ, Էրդողանը կամ Ալիևը, կամ ով ասես, կամ Խոմեյնին։ Խնդիրը դրված է շատ պարզ։ Գաղութ թե պետություն։ Մնացած բոլոր հարցերը բխում են դրանից։ Եվ այն, որ շատերի համար գաղութի սկզբունքները շատ ընդունելի են, սա հետևանքն է նրա, որ մենք երկար ժամանակ իսկապես պետություն չենք ունեցել։ Երբ որ 91 թվականին հռչակեցինք մեզ որպես պետություն, մենք պետական բոլոր ատրիբուտները չգործածեցինք։ Սահմանների ինքնուրույն պաշտպանություն, դիվերսիֆիկացված ուրեմն տնտեսություն եւ այլն։ Տարբեր դաշնակիցների ուրեմն որոնում այս ժամանակի եւ ըստ իրավիճակի սա էլ է պետք բացատրել, որտեղ շատերը չեն հասկանում, որ գաղութին ներկայացվող պահանջները եւ պետության ներկայացվող պահանջները շատ տարբեր են։ Սոլովյովի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել ոչ թե սուվերեն անկախ պետություն, այլ որպես գաղութ։ Ոչ միայն Հայաստան, մենք այստեղ միայնակ չենք։ Եվ ինչպես արտահայտվեց միջինաշական հանրապետությունները, եւ կարծում եմ բոլոր դեպքերում նա չի հրաժարվել Մերձբալտյան հանրապետությունների հանդեպ հավակնություններից, Արևելյան Եվրոպայի հանդեպ հավակնություններից, իզուր չէ, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան դուրս եկան իրենց նեյտրալ կարգավիճակից եւ մտան ՆԱՏՕ-ի մեջ, որտեղ իրենք էլ են զգում այդ վտանգը։ Ինչով կարող է այսօր հպարտանալ Ռուսաստանը։ Գիտությունով ոչ, մշակույթով ոչ, առողջապահությունով, կենցաղով, ոչ մի բանով, միայն նրանով, որ նա կարող է ոչնչացնել մարդկանց եւ երկրներ։ Ուրեմն Սալավյովի հնչեցրած տեզը տեղավորվում է սրա մեջ։ Նա չի ասում Հայաստան, մենք ձեր հետ կզարգացնենք գիտությունը, մենք կզարգացնենք մշակույթը, առողջապահությունը, կրթությունը, տնտեսությունը, նա ասում մենք ձեզ կոչնչացնենք, որտեղ միայն այդ կարող են անել, ուրիշ բան անել ի վիճակի չեն։ Ոչնչացնել, տիրելու, գաղութացնելու։ Դե բա ինչ համար, եթե ոչնչացնում ինչ-որ բան, ինչ համար է ոչնչացնում Ուկրաինային, տիրելու համար։ Նայեք, նույնիսկ այն թեզը, որով սկսվեց այդ պատերազմը, որ արդեն տևում է 4 տարի, հա, Ուկրաինայում, մենք գալիս ենք, որպեսզի ազատագրենք ուկրաինացի ժողովրդին իրենց ֆաշիստական ղեկավարությունից, ինչպես են ազատագրում, ոչնչացնելով մարդկանց եւ քաղաքները եւ գյուղերը, հանուն ինչի։ Հանուն այդ մարդկանց դու ոչնչացնում ես այդ մարդկանց։ Նույն սցենարը իհարկե կուզենան իրականացնել այստեղ, եւ կարծում եմ, որ մենք պետք է նաեւ շատ ուշադիր լինենք, եւ խոսքս ուղղված չէ միայն կառավարությանը կամ ընդդիմությանը։ Խոսքս ուղղված է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որովհետեւ եթե մենք ամուր չեղանք, ոչ մի իշխանություն ամուր չի լինի։ Եթե մենք ամուր չեղանք, ոչ մի պետություն ամուր չի լինի։ Բաբան, արդյոք պատահական է, որ Սոլովյովը նման հայտարարություն անում է Հայաստանում սպասվող համապետական ընտրություններից մոտ կես տարի առաջ։ Եվ այս հայտարարության արձագանքները, հանրային արձագանքները ըստ ձեզ պետք է արտահայտվեն նաև ընտրությունների ժամանակ համապատասխան քաղաքական ուժին ձայն չտալով կամ համապատասխան քաղաքական ուժին ձայն տալով, այսինքն այն քաղաքական ուժերին ձայն չտալով, որոնք Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների որքան հնարավոր է խորացմամբ, զիջելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը եւ այն ուժերին ձայն տալով, որոնք ատամներով պահում են Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, անկախությունը եւ կողմ են հարևանների հետ բարի դրացիական հարաբերությունների եւ խաղաղությանը։ Դե նախ ասեմ, որ խորանալու տեղ չկա։ Խորացած ենք միջև վերջ։ Հակառակ կա պահանջ, որպեսզի մենք ավելի հավասարակշռված քաղաքականություն վարենք երկրների հետ։ Սա մեկ։ Երկրորդը ես արդեն ասացի եւ կարծում եմ այո, այս 26 թվականի ընտրությունները որոշակի ջրբաժան է։ Պետություն թե գաղութ։
Մնացածը արդեն ով ինչպես իրեն դրսևորում, ով ինչպես է ուրեմն ինչ խոսքերի եւ բարեմաղթանքների տակ է փորձում իր գաղափարները թաքցնել, դա արդեն երկրորդական հարց է։ Քաղաքացին են դրելու։ Ես կարծում եմ, որ եթե այս ավելի շուտ կարծում եմ, որ Սալավյովի այս հայտարարությունը այդքան էլ ուղղված չէ ընտրություններին։ Փորձեմ ասել ինչու։ Եթե դա այդպես ուրեմն տեղի ունեցել ֆալստարտ, մի քիչ շուտ է, 6 ամիս առաջ նման հայտարարություններ անել։ Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում ցանկություն կա եւ այդ ցանկությունը նաեւ որոշակի շրջանակներից է արտահայտվում լուծել հարցը ընտրություններից առաջ կամ հետընտրական որոշակի բորբոքումներ ակնկալելով, քանի որ հույս երևի չկա ընտրության միջոցով ձևավորել իշխանություն։ Կյանքը ցույց կտա, ամեն ինչ մեր ձեռքերում է, ելի եմ ասում, կարծում եմ, որ մի քաղաքական ուժի մասին խոսքը չի կարող լինել, որ այմենակ այս մի քաղաքական ուժն է, որ ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան պետություն, նման քաղաքական ուժեր շատ կան, անկախ նրանից, թե ինչ քանակությամբ իրենց ուրեմն երկրպագուները, եւ նաեւ կան քաղաքական ուժեր, իհարկե, որոնք դեմ են դրան։ Մեզ էլի գնում է ուրեմն որոշակի մանիպուլյատիվ բառախաղ, հիմնականում վախացնել Թուրքիայով եւ Ադրբեջանով։ Ես փորձում եմ միշտ հասկանալ, թե տակ ինչ է դրված, ինչ մտածողություն է, որտեղ բոլոր դեպքերում այն ինչ որ արտահայտվում է եւ այն գործողությունները, որոնց դիմում են, դրանք մտածողության արդյունք են։ Ես կարծում եմ լակիի մտածողությունն է այստեղ, կներեք ռուսերեն բառ օգտագործելու համար, բայց ծառան հայերեն այդքան էլ աղախնի։ Հա, լակի է լավ է, աղախինը պաշտոն է, լակի է նաև կարգավիճակ է։ Եվ գալիս է շատ պարզ տրամաբանությունից, Հայաստանը չի կարող լինել ինքնիշխան պետություն, Հայաստանը պարտադիր պետք է լինի ինչ որ մեկի լակի է։ Եվ եթե դուք մերժում եք, որ Հայաստանը լինի Ռուսաստանի լակի է, ուրեմն դուք կողմ եք, որ Հայաստանը լինի Թուրքիայի կամ Ադրբեջանի լակի է, սա է։ Այս մարդկանց այդ զանգվածների ուղեղում չի տեղավորվում, որ Հայաստանը կարող է լակեի չլինի։ Այո, բանալի բառն այստեղ լակեին է։ Լակեի, իհարկե։ Հայաստանը կարող է լակեի չլինի, Հայաստանը կարող է տեր լինի իր ճակատագրին, ոնց կարող է տենց լինի։ Չի կարող, բա մեր աշխարհագրական վիճակը, բա մեր պատմությունը, բացահայտությունը, հազար ու մի բան։ Բայց իրականում, երբ որ այս ամեն ինչից փորձում ես ազատվել, տեսնում ես տակը մի պարզ հասարակ անադրված։ Մենք պարտադրված ենք լինել լակեի, ավելի լավ է լինել լակեի Ռուսաստանին կամ Թուրքիային։ Հենց որ դու այդ մտածողությունը փոխում ես, որ բացարձակապես ի վերուստ որոշված չի, որ դու պետք է լինես լակեի, կորում է նաև այդ երկընտրանքը։ Դու տեր ես, դու կորոշես այս ժամանակաշրջանում այս հարաբերություններ, այս հարցերում քո համար ձեռնտու են այս երկրների հետ, այս ժամանակաշրջանում այս երկրների հետ, ես չեմ թշնամանում ոչ մեկի հետ, ընդ որում չեմ թշնամանում հանուն ուրիշ երկրի շահերի, ընդ որում չեմ թույլ տալիս, որ ինձ օգտագործեն որպես գործիք իրենց շահերի համար, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր երկրի վերնախավը առաջնորդվում է սեփական շահերով եւ երբեք առաջնայինը չի համարի քո շահերը, որ քո շահերը առաջ կարող է ստանել միայն դու։ Սրա մասին պետք է խոսել, առանց վիրավորելու։ Էլ եմ ասում, առանց վիրավորելու, որովհետեւ մարդիկ կան, որոնք իսկապես չեն պատկերացնում, որ կարելի է լակեի չլինել։ Կարելի է լակեի չլինել։ Այդուհանդերձ, պարոն Բաբայան, եթե Ռուսաստանը որոշի դիմել նման արկածախնդրության, ինչպես Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնի, ձեր դիտարկմամբ ո՞րն է լինելու նման գործողություն իրականացնելու, այսպես ասած, կազուս բելին, պատրվակը, ներքաղաքական զարգացումներ,
Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վավերացում ինչ որ պատրվակներ պետք է ունենա, չէ՞, դաշնակից երկիրը գործողություն իրականացնելու համար։ Ես դժվարանում եմ ասել, ես քաղաքագետ չեմ, ոչ էլ հավակնություն ունեմ երբևիցե, բայց կարծում եմ, որ Սալավյովի նման կոշտ, ասենց մեղմ ասենք, հա, ելույթը նաև կապված էր նրա հետ, որ նրանք այդքան էլ հույս չեն դնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կամ հայ-թուրքական կոնֆլիկտի վրա։ Հակառակ դեպքում նրանք միշտ փորձում էին ուրիշի ձեռքերով լուծել այդ հարցը։ Հայաստանը, Ադրբեջանը մտել են պատերազմի մեջ եւ մենք մտնում ենք որպես ուրեմն հայ ազգը պաշտպանող մի կարևոր ուժ։ Ասելով, որ մենք ձեր դարավոր բարեկամներն ենք, մենք ձեզ միշտ փրկել ենք, նրանք ձեր դարավոր թշնամիներն են։ Եթե այս բանը խաղը ստացվեր անել, կարծում եմ կարիք չէր լինի այս ելույթի։ Երևի ինչ որ բան չի աշխատում այս պարագայում։ Այստեղ նաև իհարկե իր դերակատարում ունի եւ այն ինչ որ կնքվեց հայ-ադրբեջանական նախնական եւ կնքվեց Միացյալ Նահանգներում եւ հիմա շատ վտանգավոր է այդտեղ չկորցնելով Միացյալ Նահանգների համակրանքը դիմել ռազմական գործողությունների, իսկ ինչով կանդրադառնա Միացյալ Նահանգների հակակրանքը ոչ ոք չգիտի բացի Թրամփից։ Կարծեմ Թրամփն չգիտի ինչպես կարող է գործել։ Ինչով վտանգավոր է, ռիսկային է։ Կփորձեն օգտագործել ռուսական բազան։ Միգուցե որոշակի, այսպես ասած, պրովոկացիա կազմակերպվի, որ հայերը հարձակվել են ռուսական բազայի վրա։ Ով կլինեն այդ հարձակողները, դա արդեն հետագայում կարող է նույնիսկ այդքան էլ կարևոր չի լինի։ Մի խոսքով շատ աչալուրջ է պետք լինել, որտեղ սա պարզապես օդ կրակված փամփուշտ չէ, Չէ, իհարկե, ելի եմ ասում, նա ժուրնալիստ չէ, որ ունի սեփական կարծիքը եւ կարող է պարզապես որպես տարբերակներից մեկը նույնիսկ ամենաայլանդակ ձևով արտահայտել։ Նա քարոզիչ չէ։ Նա կատարում է կոնկրետ դերակատարում, տանում է կոնկրետ գիծ։ Նա սիրված քարոզիչ է, շքանշանակիր է ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև Ռուսաստանի կողմից։ Նա ունի հատուկ ծրագրեր եւ այլն, ինչքանով էլ մենք դա չարգելափակենք, հասկանում ենք, որ գոյություն ունի ինտերնետ եւ ցանկացողները մեծ հաճույքով կարող են դա լսել։ Նույնիսկ ամենախաղաղ պայմաններում, ամենաբարակամական պայմաններում որևէ երկրի հետ միշտ պետք է պատրաստ լինել պաշտպանությանը։ Ես այնպես է ստացվել, որ այս 2 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ այն պաշտպանական աշխատանքներին, որոնք կատարվում են այսօր հայկական բանակում։ Կարծես թե մենք գնում ենք դեպի խաղաղություն եւ այդպես էլ գնում ենք ճիշտ, բայց մենք եւ զինվում ենք ժամանակակից զենքերով եւ ամրապնդում ենք մեր դիրքերը այդ հրաշալի կառույցներով։ Ինչու՞։ Մենք անում ենք դա, որպեսզի լինի խաղաղություն, որտեվ եթե դու լինես անպաշտպան, այդ թուղթը, որտեղ գրված է, ասենք, թե խաղաղության պայմանագիր կամ 1000 մի բան, մեկ օրվա ընթացքում կարող է քիչ դառնալ։ Հիշենք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը համապատասխան փաստաթղթով երաշխավորում են 3 երկիր՝ Ռուսաստան, Միացյալ Թագավորություն եւ Միացյալ Նահանգներ։ Մեկը խախտեց։ Ստորագրողը, որը երաշխավորում էր, եւ ինչ։ Այնպես որ թուլանալ երբեք պետք չի, պետք է շատ լուրջ նայել եւ ամենակարևորը, կարծում եմ, շատ լուրջ նայել, թե ինչ է կատարվում աշխարհում, ոչ միայն մեր տարածաշրջանում, ոչ միայն այդ երկրում, որտեղ իրականում նայեք նույն Ալիևը ասում է այն, ինչ ասեց Սալավյովը, եւ ինչ իմիջիայլոց ասում է նաեւ Թրամփը։ Ոչ մի միջազգային կանոն այլևս չի գործում։ Թքած միջազգային իրավունքի օրենքների վրա։
Նե Պուտինը վաղուց է թքել, հիմա Տրամպը ոնց որ պատասխանում է, դենայինք ով ավելի լավ թքում, Ալիևը եւս հայտարարել է դրա մասին, այնպես որ նաև պետք է սրան պատրաստ լինենք, որ այն որ մենք ասում ենք, մենք ունենք դաշնային պարտավորություններ իրար հանդեպ, մենք նաև հապկի անդամ ենք եւ այլն, ոչ մի բան չի նշանակում, բացարձակապես։ Քո ուժը, քո տոկունության մեջ է, քո ցանկության մեջ է պաշտպանել քո երկիրը եւ քո արժանապատվությունը որպես այս երկրի քաղաքացի։ Ուրիշ պաշտպան դու չունես։ Պարոն Բաբայան, քանի որ շոշափեցիք Սոլովյովի շքանշանակիր լինելու հարցը, թույլ տվեք հարցնել, դուք կողմ եք, միանում եք հանրային այն պահանջին, որ պետք է զրկել պարոն Սոլովյովին պատվո շքանշանից, որին վերջինս արժանացել է 2013 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Կարծում եմ այո, բայց ես կարծում եմ, որ պետք չի սահմանափակվել միայն Սոլովյովով։ Շատ եւ շատ անարժան մարդիկ, որոնք բացարձակապես ոչ մի լումա չեն ներդրել Հայաստանի հետ բարեկամական կապերի վերաբերյալ հակառակը, հնարավորին չափով փորձել են նսեմացնել մեր երկրի անկախություն, ես հատուկ եմ ասում։ Ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչներին, դա այդքան էլ կարևոր չի։ Ունեն տարբեր տեսակի շքանշաններ։ Եվ ընդհանրապես երևի թե այդ բանը վատ ավանդույթը շքանշան տալ պարզապես բարեժպիտի համար կամ ինչ-որ քաղաքական երաշխավորագիր ստանալու համար, սրանից պետք է հրաժարվել։ Մենք արժեզրկեցինք մեր շքանշանները, ազգային հերոս կոչումը, նաև կարծում եմ դա պետք է վերադարձնել եւ այո անարժաններին պետք է զրկել։ Հետաքրքիրն է, որ ովքեր որ շքանշանի են արժանացել Հայաստանի կողմից նախկին ռեժիմի օրոք, բոլորը թույլ տվեք ասել վայրահաչում են Հայաստանի ներկայաշխատությունների հասցեին եւ ամենանողկալի բառապաշարով են արտահայտվում հայ ժողովրդի կատարած ընտրության մասին։ Դե ինչպես շահագրգիռ լինելով այ օր առաջ Հայաստանում իշխանապահություն։ Ինչպես ստացել են, այդպես էլ ուրեմն արձագանքում են։ Ավելին ասեմ, սա ընդհանրապես տարածված է նաև մեր շրջանակներում։ Այ ես սրա ժամանակ ստացել եմ, ասենք թե ինչ-որ կոչում կամ ինչ-որ շքանշան ու ես պարտավորված եմ զգում։ Ստացվում է, որ այդ կոչումը կամ շքանշանը դու ստացել ես ոչ թե պետության անունից, այլ կոնկրետ անձից, որտեղ եթե դու դա ստացել ես պետության անունից, դու բացարձակապես կաշկանդված չես անձով։ Եթե ես համաձայն չեմ որևէ երևույթի հետ, որը կապված է ինչ-որ քաղաքական գործից, որը ժամանակին ինձ տվել է շքանշան կամ կոչում, ես կարող եմ շատ հանգիստ դա ասել, ես կաշկանդված չեմ, ես ստացել եմ դա պետության կողմից։ Բայց սա դեռ գավառական մտածողությունն է։ Ես այս մարդուց եմ ստացել, ես պարտավոր եմ։ Այս մարդը եղել է պետության ղեկավար։ Ու տվել է քեզ այն ինչ որ պետք է տար պետություն։ Ուրիշ բան է, թե ինչպես է ինքը ընկալել պետությունը։ Այս պարագայում ինքը ընկալել է իր, ասենք ասեմ, իրավունքները պետության անունից տարբեր շքանշաններ բաժանել ոչ արժանի մարդկանց, որտեղ իրականում Եվ Սոլովյովը, եւ Մարգարիտա Սիմոնյանը, եւ չգիտեմ ելովա ստացել արժանի ազնվորություն չէին երբեք, որոնց կարելի էր նման ձևով գնահատել։ Պարոն Բաբայան, այս համատեքստում եւս մեկ հարց, գիտեք, որ ընդդիմությունը, մասնավորապես 3 նախագահների շուրջ համախմբված, Սոլովյովին, այսպես ասած, արժանի պատասխան տալու փոխարեն, համարժեք պատասխան տալու փոխարեն,
Փորձում է բանավեճի առարկան փոքրինչ շեղել, ասել, որ ինչու է սևեռվել Սոլովյովի վրա, այն դեպքում, երբ որ Ադրբեջանից, Թուրքիայից գրեթե օրոմեջ բարբերականությամբ խիստ կոշտ հայտարարություններ են հնչում Հայաստանի ղեկավարության հասցեին, ընդհանուր Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականությանը սպառնացող։ Այ եթե այդքան հայրենասեր եք, այդքան ռիսկով եք, մի օր էլ պատասխանեք Ալիևի եւ Թուրքիային։ Ինչու եք միայն Սոլովյովին պատասխանում, ձեր ուժը միայն նրա վրա է պատում։ Ինչ կասեք նման արձագանքի մասին։ Ընդդիմությունը փորձում է ասելիքը շեղել, թե իսկապես համաձայն է Ռուսաստանի Դաշնության ռոպագանդիստի կողմից հնչող նմանատիպ սպառնալիքների հետ, որովհետև գաղտնիք չէ, որ երբ որ Հայաստանում անկայուն վիճակ է, պատերազմական վիճակ, էսկալացիա սահմաններին, ընդդիմությունը քաղաքի կենտրոնում ցույցեր է փորձում կազմակերպել, իշխանափոխության օրակարգը գեներացնել, պատերազմը, սահմանային անհանգստությունը դիտարկելով որպես միակ ելք Հայաստանում օր առաջ իշխանափոխության հասնելու համար։ Ես չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ եւ դրա իրավունք չունեմ, որպես հանրային խորհրդի անդամ եւ ցանկություն չունեմ։ Բայց կփորձեմ երևույթ բնութագրել, հա, մի քիչ մանկապարտեզային բացատրություններ են։ Բադուկ սենց, բադուկ նենց։ Խոսքը գնում է կոնկրետ այս արտահայտության մասին։ Եվ քո վերաբերմունքի։ Սա մեկ է։ Երկրորդը, ես անկեղծ ասած չեմ հիշում ամենայն դեպս Թուրքիայի կողմից սպառնալիք մտնել Հայաստան եւ զենքով լուծել ուրեմն հարցերը։ Եթե կա նման սպառնալիք եւ եթե կա նման արտահայտություններ, իհարկե նրանք էլ պետք է համապատասխան վերաբերմունքի հանդիպեն։ Մեկը մյուսը չի բացառում, մեկով մյուսը չի կարելի արդարացնել։ Կամ դու պաշտպանում ես քո երկրի շահերը, չէ՞ որ դու մեղադրում ես, ասենք թե իշխանությանը, որ նա չի պաշտպանում քո երկրի շահերը, դե դու պաշտպանի։ Մենք գոնե հայտարարությունների ձևով։ Ցույց տուր, որ քո համար կապ չունի նա ռուս է, նա թուրք է, ադրբեջանցի է, պարսիկ է, ով է։ Եթե նա սպառնում է քո երկրին, նա թշնամի է քո համար։ Վերջ։ Կամ սաստել է պետք նույն սպառնալիքներ ուրեմն հնչեցնողներին։ Ես այստեղ դու արեցիր, ես չարեցի, ինչի ստեղ չարեցի, ինչի ես հիմա էս անում, սա սենց ասեմ, սա լուրջ քաղաքական դիսկուրս չէ։ Սա լուրջ խոսակցություն չէ, սա ցանկություն է պարզապես ինչ որ ձևով, հա, այս վիճակից դուրս գալ, հանգիստ ասեք էլ, եղբայր դու սրիկա ես ու սրիկաբաներ ես ասում։ Ինչ կա դրա մեջ, առավել եւս ի տարբերություն իշխանության, սենց ասենք, դու պատասխանատվություն չես կրում։ Դու պետություն չես ներկայացնում, որ ասեն, այդ սա պետական գիծն է։ Դու կարող ես շատ ազատ խոսել, ինչպես ես կարող եմ շատ ազատ խոսել, որտեղ ես եղած ռեժիսոր եմ։ Բայց եթե դու ազատ չես, այստեղ հարց է ծագում, իսկ ումից դու ազատ չես։ Այո, կանխեցիք իմ հարցը, գուցե պատճառն այն է նրանց Դե ուրեմն պետք է պարզապես որոշել։ Ուղիղ հրահանգավորվում են այն երկրից, որտեղից Հայաստանի հանձնվելիք։ Ումից դու ազատ չես, որտեղ իրականում քո կարգավիճակով մենք գիտենք ընդդիմությունը բոլոր երկրներում շատ ավելի ազատ է արտահայտում իր հայացքները հոյակապ հասկանալով, որ դա չի ազդում ուրեմն պետական գծի վրա։ Ավելին բերեմ մեր ուրիշ օրինակը, հա, ցեղասպանության ճանաչումը, որ այդքան տարբեր երկրների կոնգրեսների, սենատների եւ այլ կողմից ընդունվեց։ Մշտապես ասում էր, որ կառավարությունը այդ որոշումների, այսպես ասած, կիրառողը չէ։ Կառավարության գիծը ուրիշ է։ Նույնը կատարվում է այստեղ, դուք ազատ եք։ Բայց եթե դուք չեք արտահայտվում, ուրեմն դուք ազատ չեք։ Եվ պետք է պարզապես ինքներդ պատասխան տաք, շատ անկեղծ, թե ում ճնշումից դուք ազատ չեք, որտեվ երևում է, որ ազատ չեք։
Ազատագրվեք, ազատությունը լավ բան է։ Իդեպ շատ պրոակտիվ է ընդդիմությունը արձագանքում, հատկապես ադրբեջանական թուրքական մամուլում Հայաստանի վերաբերյալ ցանկացած ռելիզի շատ կոլեկտիվ կազմակերպված լինում է արձագանք, Հայաստանի իշխանությանն ուղղված մեղադրանք, թե հերթական զիջումներն եք անում, այսինչ բանի դիմաց եւ այլն եւ այլն։ Այսինքն, երբ որ կա ցանկություն համակարգված տեղեկատվական պատասխան տալու, ընդդիմությունը պատրաստական է, բայց նայած թե որ երկրի պիտի տրվի այդ պատասխանը։ Դաշնակից եղբայրական երկիր Ռուսաստանի պարագայում, այսպես ասած, ոտքները կախ են գցում։ Դե էլի վերադառնանք նրան ինչի մասին խոսեցի։ Միակ ձևը Հայաստանը դարձնելու Ռուսաստանի լակի ասելն է, որ հակառակ դեպքում դառնում է Թուրքիայի լակի։ Ուրեմն այստեղ ինչ որ կատարվում այս դաշտում, պետք է բարձրաձայնել, բողոքել եւ այլն, որպեսզի հանրությունը սարսափի ու ասի չէ եղբայր։ Այս ահավոր վիճակը։ Եկեք ավելի լավ աստեղ նույն կարգավիճակում ենք, բայց սրանք գոնե մեզ չեն մորթենել հարցը, մեր մեջ ասած։ Ես այստեղ միշտ հույսս կապում եմ մարդկային տրամաբանության հետ։ Ես բացարձակապես չեմ ուզում որևէ բան քարոզել։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կոչ անել մտածել, ուրիշ ոչ մի բան, մտածել, վերլուծել, տեսնել, թե յուրաքանչյուր ասացի ետևում ինչ կարող է թաքնվել։ Ես ինքս մասնագիտությամբ ռեժիսոր եմ եւ շատ լավ գիտեմ ինչ է նշանակում տեքստ եւ ինչ է նշանակում ենթատեքստ։ Որտեղ խոսքերը մի բան են, մտքերը ուրիշ բան են, գործողությունները երրորդ բանն են։ Սրանք պետք է իրարից տարանջատել եւ խոսքերի հետևից չընկնել։ Եթե մի շաբաթ հետո Սալավիովը հայտարարի, որ ինքը հայ ժողովրդի ամենամեծ բարեկամն է, որ Ռուսաստանի միակ նպատակն է արևմտյան Հայաստանը վերցնել Թուրքիայից միացնել Հայաստանին, քանի մարդ կծափահարի դրան։ Ընդդիմությունը հաստատ ծափահարի։ Ես կասեմ, որ նույնիսկ շատ մարդիկ, որոնք այսօր մեղադրում են։ Պետք չի հավատալ խոսքերին, պետք է հասկանալ դրա տակ ինչ կա եւ հասկանալ, որ նույնիսկ ամենաքաղցր խոսքերը քո հանդեպ միևնույն է հետապնդում են ուրիշ երկրի շահերը։ Պետք չի, գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց պետք չի կուլ տալ ուրիշի ծամածը։ Ինքներդ ընտրեք կերակուր, ապավինեք ձեր ատամներին, ապավինեք ձեր ատամներին, ձեր ճաշակին, մարսեք ամեն ինչ եւ վերջում էլ եզրակացություն արեք, թե դուք ինչ կերակ։ Բայց եթե դուք կուլ եք տալիս ուրիշի ծամածը, դուք ընտրության հնարավորություն չունեք։ Լաքեի տրամաբանության շրջանակը։ Միանշանակ։ Պարոն Բաբայան, թույլ տվեք ներպետական օրակարգի մեկ այլ թեմա շոշափել, անդրադառնանք մասնավորապես եկեղեցու շուրջ զարգացումներին։ Տեղյակ եք, որ սկիզբ է դրվել եկեղեցու բարենորոգման գործընթացին, որին միացել են 10 եպիսկոպոս։ Դիմախոսներն ասում են, թե եկեղեցին ինքնիշխան մարմին է եւ հակասահմանադրական է, երբ որ քաղաքական պաշտոնյան միջամտում է եկեղեցու ներքին գործերին։ Դուք կիսում եք այս կարծիքը, որ եկեղեցու բարենորոգման գործընթաց սկսելը անգամ նման առաջարկ անելը, թեկուզ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, թե սա իշահ եկեղեցու արվող առաջարկ է։ Ես հիմա կասեմ մի բան, որը ոչ մեկին դուր չի գա։ Ես չեմ հավատում եկեղեցու բարենորոգմանը, հա, պես ասենք։ Ընդ որում սա կապված չի զուտ մեր եկեղեցու հետ։ Ես ինքս ագնոստիկ եմ, շատ ազատ եմ, հարգում եմ եւ հավատացյալներին եւ աթեիստներին, հարգում եմ յուրաքանչյուր մարդու խղճի ազատության ընտրությունը։ Բայց երբ անդրադառնում եմ մի քիչ եկեղեցու պատմության, էլի չեմ ուզում սահմանափակվել մեր հայ առաքելական եկեղեցու շրջանակներում։ Արձանագրում եմ մի բան, եկեղեցին միշտ եղել է քաղաքականացված կառույց։ Ուրիշ հարց է, թե այդ կառույցը աշխատել է պետության հետ միասին, թե պետության դեմ։ Եվրոպայում են նման բաներ եղել,
Եթե մենք անդրադառնանք նույնիսկ մեր եկեղեցու պատմության, հա 301 թվականին Տրդատ թագավորը եւ մենք դա շատ ենք ուրեմն այսպես ասած գովազդում ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մենք երբևէ մտածել ենք դա ինչ է եղել։ Ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, քանդելով հեթանոսական տաճարները։ Մարդիկ այդքան արագ մի կրոնից մյուս կրոնի չեն ասում, ուրեմն այնտեղ եղել է լավ բռնություն, չէ՞։ Պետական կրոն, ուրեմն կրոնը ենթարկել է պետությանը։ Ուրեմն խնդիրը այստեղ հետևյալն է։ Ըստ իս, ես այդքան էլ ասեցի արդեն, որ չեմ հավատում նրան, ես կարծում եմ, սա միայն իմ կարծիքն է, որ եկեղեցին պարզապես պետք է բերվի իրավական դաշտ եւ եկեղեցու բոլոր ֆինանսական հոսքերը պետք է դառնան թափանցիկ։ Սա ոչ միայն եկեղեցուն է վերաբերում, սա ընդհանրապես մաքրում է դաշտը։ Յուրաքանչյուր ոլորտի, երբ դու բերում ես օրենքի դաշտ եւ թափանցիկ ես դարձնում բոլոր ֆինանսական հոսքերը։ Բարոյական խրատներով մի կողմից կամ մյուս կողմից դու բարոյական ես, դու անբարոյական ես, երեք սա մեր կողմից էր նա բարոյական է, այսօր նա անցավ ուրեմն չգիտեմ վարչապետ այդ ստորագրեց նա արդեն անբարոյական է։ Հա, այդ բառը ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, որտեղ հա, տիրադավ, հա, նոր է մտել, հա, մեր ուրեմն լեզվամտածողության մեջ, գուցե նման ուրեմն վիրավորանքներ, նման արտահայտություններ, նման ցանկություններ, ես դրան նայում եմ անկեղծ ասած մի քիչ կողքից։ Եվ կարծում եմ, որ բոլոր դեպքերում խնդիրը հետևյալն է, առավել ևս մեր պարագայում։ Մենք գիտենք, որ եւ դա փաստ է, դա ոչ ոք չի հերքում, որ այս հակասության, հակադրության առաջին ձեռնոցը նետեց իհարկե եկեղեցին։ Նպատակը որն է։ Այ մենք խոսում էինք հա դեր այդ ազատության մասին, ինչ կարելի ասել, ինչ չկարելի ասել, ամեն ինչ տակ իհարկե կան որոշակի պայմաններ, ինչի պատճառով տեղի ունեցան այս կամ այն գործողությունը։ Կարծում եմ լուծումը հետևյալն է։ Այս պետությունը մեր ամենաթանկ բանն է։ Եվ սրա պաշտպանությունը պետք է բոլորիս համար լինի համար մեկ խնդիր։ Անկախ մեր դավանանքից, ով աթեիստ է, ով չգիտեմ կաթոլիկ հայ է, ով ուղղափառ հայ է, ով ուրեմն բողոքական հայ է, ով ագնոստիկ է ինպես, ով ուրեմն հայ առաքելական եկեղեցու հետևորդն է եւ այլն եւ այլն։ Եվ ըստ դրա, եթե սա մեր բոլորիս խնդիրն է, կարծում եմ նաեւ եկեղեցու խնդիրը դա պետք է լինի։ Իհարկե եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականության մեջ։ Այն ասենք ասեմ պարզունակ ձևով էլի համակրում է մեծ քաղաքական ուժին կամ մեծ կուսակցությանը ամեն ինչ անում է մեր մեծ պետք չի մանրացնել եւ էժանացնել եկեղեցու արժեքը։ Բայց էլ եմ ասում, սրա մասին չի խոսվում, բայց ես կարծում եմ, որ շատ եւ շատ հարցեր կլուծվեն, երբ որ եկեղեցին սկսի գործել իրավական դաշտում եւ բոլոր ֆինանսական հոսքերը լինեն թափանցիկ։ Թույլ տվեք մի հարց էլ, հայ առաքելական եկեղեցին Գարեգին Բհի գահակալությամբ ուզում է, որ այսօր լինի Հայաստան պետությունը, թե ոչ։ Այդ իրանց է պետք է հարցնել։ Բայց իլեմ ասում, սա մեր պրոբլեմը չի, ավելի շուտ միայն մեր պրոբլեմը չի, այս պրոբլեմը եղել է շատ եւ շատ երկրներում։ 29 թվականին Մուսոլինին հատուկ ստեղծեց պետություն Վատիկան, որպեսզի եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին չխառնվի Իտալիայի գործերի մեջ։ Ընդհանրապես բողոքական շարժումը, որը Եվրոպայում ռեֆորմացիան այսպես ասած տեղի ունեցավ, կոնֆլիկտները Եվրոպան այդ կոնֆլիկտները տարել է վաղուց։ Այո, երբ որ փորձել է աշխարհիկ իշխանությունը սահմանափակել կրոնական իշխանության ազդեցությունը։
Կրոնական իշխանությունը լավ բան չի, մեր կողքի Իրանը ձեզ օրինակ։ Իրավիճակները շատ արագ են փոխվում։ Նայեք, հին Հռոմում Ներոնը հետապնդում էր քրիստոնյաներին, հա։ Իտալիան հետո դառավ ամենաքրիստոնեական երկիրը։ Ռուսաստանը 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբում երևի թե ամենահավատացյալ ժողովուրդն էր, հետո կտրուկ անցում դեպի աթեիզմ։ Եկեղեցականդություն։ Ինչից է դա գալիս։ Դա գալիս է նրանից, որ եկեղեցին մշտապես փորձել է խառնվել քաղաքականության պետական գործերի մեջ եւ եկեղեցուն ուրեմն նեյտրալիզացնելու համար պետությունը հաճախակի գնացել է այս քայլերին։ Լավագույն տարբերակը զբաղվեք ձեր գործով։ Ես կարծում եմ, անձամբ ես իմ համար ինձ միջնորդ պետք չի Աստծո հետ խոսելու, շփվելու համար։ Բայց կարծում եմ եկեղեցին այստեղ շատ մեծ անելու գործ ունի, որտեղ շատ եւ շատ մարդկանց համար նա կարող է ցույց տալ ճանապարհ դեպի Աստված։ Ճանապարհ դեպի Աստված, այլ ոչ թե դեպի կնունք, չգիտեմ, հարսանիք, թաղում, դրանք տարբեր բաներ են։ Որտեղ ճանապարհ դեպի Աստված նշանակում է նաև գտնել Աստծո մասնիկը քո մեջ։ Սա լուրջ խնդիր է։ Եվ այս ճանապարհը շատ անհատական է յուրաքանչյուրի համար, այնպես չի, որ 301 թվականին նման բոլորին դարձրեցին քրիստոնյա։ Այս ճանապարհը, իրական ճանապարհը դեպի հավատք շատ բարդ է։ Կգնա այդ ճանապարհով եկեղեցին խորը կասկածներ ունեմ, ընդ որում խորը կասկածներ ունեմ անկախ նրանից ով կլինի կաթողիկոսը։ Անկեղծ եմ ասում։ Իմ համար այդ հարցը երրորդական է։ Իմ համար շատ ավելի մեծ արժեք են ներկայացնում այն հասարակ քահանաները, որոնք շփվում են կոնկրետ հավատացյալների հետ, եւ ես բազմաթիվ նման քահանաների եմ ճանաչում գյուղերում, ոչ այդքան մեծ, որոնք զրկված են շռալ կյանքից, բայց ապրում են իսկապես հոգևոր կյանքով եւ իսկապես իրենց հոտի համար հեղինակություն են։ Այսօր շատ ավելի կարևոր է, քան թե ով կլինի կաթողիկոս կամ չի լինի, ինձ դա չի հետաքրքրում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Բաբայան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել էինք ռեժիսոր, ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանին։ Ցտեսություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։